խոսք, որ սրտից դրվել է եւ անցած շաբաթ օրը, երբ որ մենք մեր մեդիայի թիմով աղոթում էինք այստեղ, այդ խոսքը այդ ժամանակ բարձրացավ իմ մեջ եւ սկսեցի աղոթել դրա շուրջ եւ Տերը մի խոսք, որ փոխանցեց Սուրբ Հոգին, կուզեմ այսօր ձեզ հետ բաժնեկցել, հետեւյալն է, վերնագրել եմ այսպես. նմանվիր Աստծուն, գործիր իշխանությամբ։ Գիտեք, Աստված իշխանության Աստված է։ Եվ նա ուզում է, որ իր ամեն մի զավակ նմանվի իրան։ Մեր այս ժամանակի ընթացքում այս սեմինարներն էլ մենք որ անցնում ենք, քննարկում ենք, միմյանց հետ բաժնեկցում ենք, թեման Աստվածճանաչողությունն է եւ մենք կարիք ունենք ամեն օր, ամեն ժամանակ մեր առօրյա ամեն մի ոլորտի մեջ ճանաչել նրան, թե ինչպիսին անա։ Եվ երբ որ մենք բացահայտում ենք, թե ինչպիսին անա, մեր նպատակը պիտի լինի ոչ միայն ուղղակի բացահայտել, թե ինչպիսին անա, այլ նաև բացահայտելով հանդերձ նմանվենք նրան, որովհետև սա Աստծո կանչն է, սա Աստծո կոչն է իր ամեն մի զավակի համար։ Եվ Աստծո նպատակը հետևյալն էր, երբ որ նա ստեղծեց ամբողջ արարչագործությունը կատարեց եւ իր արարչագործության գլուխգործոցը, որը այստեղ նստած յուրաքանչյուրը տեք, երբ որ Աստված մարդուն ստեղծում էր, նրա առաջին նպատակը հետևյալն էր. ստեղծենք մարդը մեր պատկերով եւ մեր նմանությամբ։ Աստծո կամքն էր եւ որոշումն էր, նրա ցանկությունն էր մարդուն ստեղծել իր պատկերով, իր նմանությամբ ստեղծել։ Եվ Աստծո խոսքը, երբ որ կարդում ենք Ծննդոց առաջի գլխի 26 եւ 27-րդ խոսքերը, տեսնում ենք, որ Աստծո նպատակը դա էր եւ Ծննդոց գրքի այդ խոսքերն ասում է Աստծո երրորդությունը, երբ որ միմյանց հետ բաժնեկցում էին, հաղորդակցվում էին, որոշում էին կայացնում, ասավ, եկեք մեր պատկերով եւ մեր նմանությամբ ստեղծենք մարդը։ Եվ ուզում եմ, մենք շատ անգամներ այս խոսքը կարդում ենք եւ ավարտում ենք չնայելով այդ խոսքի, այդ պատկերի եւ նմանության շարունակությանը, թե ինչ նմանություն եւ պատկեր էր պարունակելու այդ նմանությունն իր մեջ եւ ինչ էր դրանով հանդերձ Աստված ասում եւ Ծննդոց առաջի գլխի 26 եւ 27 խոսքերը երբ որ կարդում ենք, խոսքը հետեւյալն է ասում. Սա եւ Աստված ասեց մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես շինենք մարդը։ Ինչի համար? Աստված աննպատակ ոչինչ չի անում։ Երբ որ նա մի բան արարում է, նա մի բան կատարում է, նա ունի նպատակ։ Եվ Աստծո նպատակը իր պատկերը եւ նմանությունը իմ եւ քո մեջ դնելու հետեւյալն էր, որ իշխեն։ Աստծո նպատակը իր պատկերի պես մեզ ստեղծելու մեջ հետեւյալն էր՝ իշխանություն տալ ինձ եւ քեզ։ Որովհետև նա ինքնիշխան Աստված էր, նա իշխող Աստված էր եւ նա կամենում էր, որ իր զավակները այն արարչագործությունը, որ կատարել է, այն գերագույն էակները, որոնց նա ստեղծեց, այսինքն մարդուն, որովհետև մարդը նրա ստեղծագործության ամենագլուխ գործոցն է, պսակն ու թագն է, Աստված կամեցավ, որ այդ թագը լինի իշխանության թագ, որպիսի մարդը իր կյանքի մեջ ունենա իշխանություն եւ զորություն, այն իշխանությունը, որ Աստծուց էր գալիս։ Եվ Աստված ասեց, թող այդպես լինի, որպիսի իշխի ծովի վրա, իշխի երկնքում գտնվող թռչունների վրա, իշխի երկրի վրա սողացող ամեն ինչի վրա։ Բայց իշխանության հետ մեկտեղ Աստված նաև տվեց պատասխանատվության զգացողությունը, որպիսի մշակի, օգտվի այդ ամենից, ինչը որ Աստված նրան տվել էր։ Ամեն։ Եվ Աստված այսօր էլ կամենում է, որպեսզի իմ եւ քո կյանքի մեջ այն իշխանությունը, որ իրանից է բխում, նորից գա քո կյանքի մեջ, եթե անգամ դա քո ձեռքից տվել ես, եթե անգամ դեռ այն քո ձեռքում չես էլ վերցրել, Աստված ուզում է, որպեսզի այդ իշխանությունը այսօր գա քո կյանքի մեջ, որպեսզի դու իշխես ամեն իրավիճակների վրա, որպեսզի դու իշխես եւ վայելես, բայց միևնույն ժամանակ նաեւ պատասխանատվություն կրես այդ իշխանությունը գործելու համար։ Իշխանությունը աննպատակ չի տրվել, իշխանությունը տրվել է նպատակով եւ այդ նպատակն է կատարել նրա կամքը եւ հոգ տանել այն ամենի մասին, ինչ որ Աստված արարել եւ տվել է քո ձեռքը։ Եվ երբ որ կարդում ենք Աստծո խոսքը, տեսնում ենք, որ ցավոք սրտի մարդը այդ իշխանությունը իր ձեռքից տվեց իր անհնազանդության պատճառով։ Եվ
Կարծես նա պարտվեց, որովհետև այլևս իշխանություն չունի։ Եվ որպիսի մենք նորից վերադառնանք, նմանվենք Աստծուն, այն նպատակին, որ նա ի սկզբանե ունեցել է ամեն մեկիս համար, երկու բան կա, որ պետք է մենք կատարենք։ Նմանվելու մեջ երկու բան ես առանձնացրել եմ, որպիսի մենք կարողանանք նմանվել Աստծուն, առաջի բանը սա է, մտերմության եւ ճանաչողության ընթացք պետք է ունենանք։ Որպիսի մենք կարողանանք նմանվել ինչ որ մեկին, մենք այդ մեկի հետ պետք է ճանաչողության եւ մտերմության ճանապարհ անցնենք։ Երբ որ մենք ուզում ենք ինչ որ բան սովորենք, մենք դա անընդհատ ժամանակի ընթացքում կարդում ենք, կրկնում ենք, վերհիշում ենք, ամեն։ Եվ երբ որ մենք էլ ուզում ենք ինչ որ մեկի նմանվել, նրա կատարածը կատարել, մենք նրա հետ շարժվում ենք, նրա հետ քայլում ենք, նրանից լսում ենք, նրան դիտարկում ենք, որպեսզի կարողանանք նմանվել։ Գիտեք, նմանվելու եւ նմանակելու մեջ տարբերություն կա։ Աստված չի ուզում մենք նմանակենք իրան, նա ուզում է մենք նմանվենք իրան։ Մենք կարող ենք նմանակել ինչ որ մեկի, բայց չնմանվենք երբեք նրան։ Մենք կարող ենք նմանակել նրա կատարած գործերը, նրա խոսացածը, նրա էմոցիաները, բայց երբեք չապրենք այդ էմոցիաները, երբեք չապրենք այն զորությունը, որ նա ունի, երբեք չապրենք այն հավատարմությունը, որ նա ունի իր մեջ, երբեք չապրենք այն իշխանությունը, որ նա ունի իր մեջ։ Դրա համար Աստված ուզում է ոչ թե նմանակենք, ուղղակի տեսնելով ու լսելով նրանից, այլ նմանվենք նրա էությանը, այն կատարյալին, որ ինքն իր մեջ ունի սկզբանե։ Եվ այդ սկզբանե տված իշխանությունը, որ նա փափագում է, որ այսօր դու ունենաս, նա ուզում է ոչ թե դու այդ իշխանությունը նմանակես, այլ նմանվես, քոնը դարձնես, դառնաս այդպիսին, ոչ թե կատարես, այլ դառնաս այդպիսին։ Եվ Աստծո խոսքը երբ որ կարդում ենք Եփեսացիների առաջի գլուխ 17-18 խոսքերի մեջ Պողոսը ասում է. հայրն իրեն ճանաչելու համար կտա իմաստության եւ հայտնության հոգի։ Գիտես, ես եւ դու չենք կարող մենք ինքներս մեզանով նմանվել Աստծուն։ Մենք արդեն այն հնարավորությունը ունեինք, որը ունեինք ի սկզբանե դրված մեր մեջ, մենք մարդկայնորեն դա ձախողեցինք։ Եվ դրա համար Աստծո խոսքն ասում է, որպիսի նորից այդ նմանվելը Աստծո Հորը նմանվելու կարողությունը մենք ունենանք, Աստված կտա իմաստության եւ հայտնության հոգին, իմաստություն ինչպես եւ հայտնություն ինչպես նրան նմանվել։ Ինչ անենք, ինչ քայլեր են մեզանից պահանջվում, որպիսի նորից մտնենք այդ իշխանության մեջ, որպիսի նորից վերցնենք այդ իշխանությունը, ամեն։ Եվ մեկ ուրիշ հատվածում Աստծո խոսքի երբ որ կարդում ենք Հովհաննես ավետարան 8-րդ գլուխ 32 խոսքը, Հիսուսը հայտարարեց այսպիսի մի խոսք. կճանաչեք ճշմարտությունը։ Ճշմարտությունը Քրիստոսն էր, որովհետև մեկ ուրիշ տեղում նա ասեց. ես եմ ճշմարտությունը։ Եվ Աստծո խոսքն ասում է կճանաչեք, չասեց ճանաչել եք, չասեց ճանաչում եք, նա ասեց կճանաչեք, այսինքն ընթացք կանցնելու, որպեսզի նրան ճանաչենք, դեռևս լիարժեք չենք ճանաչել։ Նա ով որ կարող ասել արդեն ես լիարժեքապար ամբողջությամբ Աստծուն ճանաչում եմ, սուտ է խոսում։ Մենք ընթացքի մեջ մինչև վերջի վայրկյանը, մինչև Աստծո առաջ կանգնելը դեռ ունենք հնարավորություն եւ կարիք նրան ամբողջությամբ ճանաչելու։ Որովհետև անգամ Աստծո խոսքն ասում է քերովբեներն ու սերովբեները երբ որ խոնարհվում էին նրան երկրպագում էին եւ նրանց երեսները նորից բարձրացնում էին, տեսնում էին Աստծո մի նոր փառք։ Գիտես սիրելիս, երբ որ դու Աստծուն այսօր ճանաչում ես մի այսպիսի իրավիճակի մեջ, թե ինչպիսին է նա, հաջորդ ակնթարթի մեջ դու կարող ես նրան տեսնել եւ մի այլ Աստծո քո կյանքի մեջ հայտնաբերել։ Եվ Աստված այս է ուզում, եւ Աստծո խոսքը Հիսուսն ասեց. կճանաչեք այդ ճշմարտությունը եւ նա ձեզ կազատի ձեր բոլոր խնդիրներից։ Մեկ ուրիշ հատված, առաջի Հովհաննես 4 գլուխ 2-րդ խոսքը, ասում է. սրանով Աստծո հոգին ճանաչեցեք։ Գիտեք, մենք կարիք ունենք ճանաչել Աստծուն իր եռամեկության մեջ։ Մենք կարող ենք ճանաչել Հորը եւ նա տալիս է այդ ճանաչողության կարողությունը։ Մենք կարիք ունենք ճանաչելու Քրիստոսին, ճշմարտությանը, որը մեզ ազատում է, եւ մենք կարիք ունենք ճանաչելու Աստծո հոգին։ Ինչպիսին է նա եւ որպիսի ճանաչենք, մենք Հովհաննես ավետարանի ասում է իր թղթի մեջ
Ասма եւ սրանով Աստծո հոգին կճանաչեք ամեն հոգի, որ դավանում է Քրիստոսին մարմնով եկած, նա Աստծուց է։ Որպեսզի մենք կարողանանք ճանաչել Աստծո հոգին ա գործում թե ոչ, մենք պետք է հասկանանք արդյոք այդտեղ կա Քրիստոսին մարմնով եկած դավանությունը թե ոչ։ Երբ որ մենք տեսնում ենք Քրիստոսի դավանությունը, որ նա մարմնով եկել է, մարմնով եկած Քրիստոսն է Աստվածացած, դա Աստծո հոգին է, որ դավանում է, որովհետև եթե չեմ սխալվում առաջի Հովհաննեսի ավետարանի առաջի գլխի մեջ կամ Պողոսի թղթերի մեջ է, եթե չեմ սխալվում, կոնկրետ տեղը չեմ հիշում, ուղղակի Աստծո խոսքն ասում է, չկա մեկը, որ Քրիստոսին դավանի Տեր եւ նրան նզովված ասի։ Եվ եթե մեկը Քրիստոսին դավանում է Տեր նրան գովաբանելով ու փառաբանելով, դա Աստծո հոգին է գործում նրա մեջ։ Ամեն։ Եվ երկրորդ քայլը, որ մենք կարիք ունենք կատարելու Աստծուն նմանվելու, հետևյալն է։ Աստծո խոսքը մեզ տալիս է մարտահրավերներ եւ կանչ, կոչ։ Եվ մենք կարիք ունենք այդ մարտահրավերին եւ կոչին արձագանքելու, որպեսզի նմանվենք։ Աստծո խոսքը մի շարք տեղերում հետևյալն է ասում։ Եփեսացիս թուղթ 5-րդ գլուխ առաջի խոսք։ Ասում է Աստծուն նմանվեք որպես սիրելի որդիներ։ Մենք կարիք ունենք որպես որդիներ նրան նմանվելու։ Գուցե դու հարցնես, ինչ կարիք ունեմ նրան նմանվելու։ Դու որդի ես եւ դու կարիք ունես քո հորը նմանվելու։ Եթե որդի ես, դու չես կարող նմանվել հարևանին։ Դու չես կարող նմանվել այլազգիցուն։ Դու կարիք ունես նմանվելու քո հորը։ Կրելու այն նմանությունը, այն արտոնությունը, որ քո հորից է բխում։ Եվ Աստծո կանչը եւ մարտահրավերը այսօր ամեն մեկիս հետևյալն է. սիրելի որդիս, նմանվիր ինձ։ Նմանվիր ինձ, որովհետև ես իշխանության Աստված եմ։ Նա չի ուզում, որ դու անիշխան տկար մեկը լինես։ Եվ նա կամենում է, որպեսզի այսօր դու քո իշխանությունը վերցնես, նմանվելով իրան։ Եվ անես այն ամենը, ինչ որ նրա կամքն է, եւ անես այն ամենը, ինչ որ նա ուզում է, որ դու անես։ Նա չի ուզում դու պարտվողի դերում լինես, նա ուզում է, որ դու հաղթողի դերում լինես։ Եվ մեկ ուրիշ հատվածում Առաջի Պետրոս առաջի գլուխ 14-15 խոսքերը, երբ որ կարդում ենք, Պետրոս առաքյալը հղում անելով Ղևտացիների թղթի այդ խոսքերը ասում է. ձեզ կանչող Սուրբի պես Սուրբ եղեք։ Աստված Ղևտացիների գրքի մեջ Իսրայել ազգին կոչ արեց, մարտահրավեր նետեց, ասեց ինձ նման Սուրբ եղեք։ Եվ սա ամեն մեկիս կարիքն է։ Եվ Եբրայեցիների թղթի հեղինակը 12-14 խոսքում ասում է ամեն մեկը, ով որ ուզում է Աստծուն տեսնի, պետքա սրբության կյանքով ապրի։ Խոսքը հենց այդպես չի, ես մեկնաբանած եմ ասում։ Որպեսզի մենք տեսնենք Աստծո երեսը, որպեսզի մենք կարողանանք մտնենք նրա ներկայության մեջ, որպեսզի մենք կարողանանք նրա հետ թագավորենք, մենք կարիք ունենք սրբությամբ նմանվել նրան։ Բայց այսօր ես ուզում եմ ավելի շատ խոսեմ իշխանության դիրքի մասին։ Սրբությունը ամենակարևոր բանն է, որ մենք պետք է ունենանք նրա երեսը եւ նրա ներկայության մեջ մտնելու, նրա երեսը տեսնելու։ Բայց մենք պետք է նաև այն նմանությունը, որ իշխանությունից է գալիս, մենք պետք է այդ իշխանությունը վերցնենք, որպեսզի կարողանանք այն բոլոր դժվարություններն ու փորձությունները, որ գալիս է մեր առաջ, հաղթահարենք իշխանությամբ, մերժենք իշխանությամբ, որպեսզի կարողանանք սրբության ճանապարհով քայլենք։ Եթե մենք տկար լինենք, մենք չենք կարող մերժել մեղքը։ Եթե մենք իշխանություն չկիրառենք, մենք չենք կարող մերժել մեղքը։ Եթե մենք իշխանություն չվերցնենք, մենք չենք կարող հաղթահարել մեր առաջ բարձրացած դժվարություններն ու խնդիրները։ Մենք չենք կարող վերցնել այն օրհնությունները, որը գալիս է։ Աստծո խոսքն ասում է այն օրերից հետո Աստծո թագավորությունը տրվում է նրանց, ովքեր որ իշխանությամբ եւ զորությամբ կվերցնեն դա։ Այսօր Աստծո
Աստված կամենում է, որ դու իշխանություն կիրառես եւ վերցնես քո բաժին օրհնությունները։ Վերցնես այն արքայությունից բխող օրհնությունը, որ այսօր Աստված քեզ տալիս է։ Երբ որ նայում ենք 5 տականի գրքերը, բազմաթիվ տեղերում Աստծո իշխանության մասին խոսվում է։ Ես 2 տեղ առանձնացրել եմ։ Սաղմոս 145:13 խոսքը ասում է, Սաղմոս 2-ն ասում է, նրա թագավորությունը հավիտենական թագավորություն, այսինքն Աստծո թագավորությունը, եւ նրա իշխանությունը սերունդների վրա է։ Եվ այսպիսի իշխանությունը Աստված ուզում եւ կամենում, որ դու ունենաս։ Ոչ թե ժամանակավոր, այլ հավիտենական։ Ոչ թե այս ժամանակի մեջ միայն, այլ բազմաթիվ սերունդների կյանքի մեջ դու իշխանությամբ գործես։ Ոչ միայն քո երեխայի, այլ քո երեխայի երեխաների եւ նրա թոռների վրա, ինչքան որ ժամանակ կունենաս Աստծուց տրված այս երկրի վրա լինելու, դու իշխանությամբ կարողանաս նրանց կյանքի մեջ Աստծո խոսքը բերես։ Սերունդների վրա Աստված քեզ իշխանություն է տալիս։ Եվ Դատավորաց գրքի 4 գլուխը, երբ որ կարդում ենք 34 խոսքում, թագավորը Նաբուգոդոնոսորը, ով կենթանակերպից հետ էր դարձել մարդակերպի նորից Աստծո շնորհքով եւ ողորմությամբ, մի բան էր գիտակցել եւ հասկացել, որ մինչ այդ ինքն ասում էր իմն է ամեն իշխանությունը, ես եմ այս երկրի տերն ու տիրակալը, նա հասկացավ, որ իր ձեռքերում ոչ մի իշխանություն չկա, այլ այդ իշխանությունը պատկանում է ամենաբարձրյալին։ Եվ նա հռչակեց, ասում է, եւ երբ որ ես վերադարձա մարդու կերպարի, ես սկսեցի գովանաբանել, փառաբանել եւ օրհնաբանել ամենաբարձրյալին, որովհետեւ նրանն է իշխանությունը հավիտյանս հավիտենից։ Եվ Աստված այս հավիտենական իշխանությունը տվել էր քեզ եւ տվել էր մարդկությանը, բայց մարդը իր ձեռքից կորցնելով հրաժարվեց դրանից մի հատ պտղի պատճառով։ Գիտես, սիրելիս, մենք էլ շատ անգամներ մեր առօրյայի մեջ մի հատ ինչ որ գայթակղող, գեղեցիկ, ինչ որ բանով շատ անգամներ մեր իշխանությունը մի կողմ ենք դնում։ Մեր այդ գավազանը մի կողմ ենք դնում։ Այդ հնազանդությունը մի կողմ ենք դնում եւ ուզում ենք վերցնել այն, ինչ որ աչքին է հաճելի միայն, բայց ոչ Աստծո կամքին։ Եվ ցավոք սրտի հենց այդտեղ է, որ մենք ձախողվում եւ կոտրվում ենք։ Հենց այդտեղ է, որ հավիտենական օրհնությունից մենք մեկուսանում ենք։ Աստծո խոսքն ասում է առաջին Ծննդոց 3-րդ գլխում կներեք, երբ որ մեղքը մտավ մարդու կյանքի մեջ, Աստված մի որոշում կայացրեց, որպիսի մեղավոր վիճակով մարդը չմոտենա կյանքի ծառին եւ հավիտյան այդպես ապրի։ Եվ Աստծո խոսքն ասում է, մարդուն դուրս հանեց, վտարեց դրախտից, եդեմական պարտեզից, որտեղ կյանքի ծառն էր, եւ այդ ճանապարհը փակեց։ Բայց այդ ճանապարհը փակված չի հավիտյանս հավիտենից, Աստված նպատակ ունի նորից իմ եւ քո կյանքի մեջ իշխանությունը բարձրացնելու այդ ծառից օգտվելու, որովհետեւ եթե 3-րդ գլուխ Ծննդոց գրքի մեջ արգելք դրվեց, ապա Հայտնության գրքի վերջի գլխում 22-րդ գլխի 14 խոսքը Աստծո խոսքն ասում է. երանելի են նրանք, որ հաղթում են եւ նրանց իշխանություն կտրվի նորից կենաց ծառից օգտվելու եւ քաղաքի դռնից ներս մտնելու։ Գիտեք, Աստծո նպատակը այսօր, սիրելի Աստծո զավակ, իմ եւ քո համար նորից վերականգնելն է այդ իշխանությունը, որ դու նորից արտոնություն, իրավունք ունենաս կյանքի ծառից օգտվելու, արդեն սրբված, երբ որ նրա առաջ կկանգնես, նորից ներս մտնելու այդ դռներից եւ հավիտյանս հավիտենից նրա հետ ապրելու եւ իշխելու, թագավորելու նրա հետ հավիտյան, որովհետեւ ի սկզբանե Աստված հենց այդ նպատակն ուներ։ Եվ նա նորից այսօր ուզում է վերականգնի դա քո կյանքում, իմ կյանքում։ Եվ մենք կարիք ունենք, եթե ինչ-որ ժամանակում անհնազանդ ենք գտնվել եւ մի կողմ ենք դրել իշխանության գավազանը, այսօր հնազանդվենք Տիրոջ խոսքին, նրա կամքին եւ խոնարհվելով նրա առաջ նորից վերցնենք այդ գավազանը։ Ծննդոց գրքի 4 գլուխ 7-րդ խոսքը, երբ որ կարդում ենք,
Աստված խոսեց մի անձնավորության հետ, Կայենի հետ, եւ Կայենն իր մտքի մեջ մի որոշում ուներ, որ ուզում էր իրագործել, եւ Աստված նրան մի հատ ուղղորդում տվեց, ասեց մեղքը քո դռանը դիմաց քեզ է փափագում։ Գիտեք այսօր աշխարհը քո սրտի դռների առաջ կանգնած, ինչպես Աստվածը քո սրտի առաջ կանգնած, անընդհատ թակում եւ ուզում է փափագում է ներս մտնել քո կյանքի մեջ, որպիսի խրախճանք կատարի քո կյանքում, որպիսի օրհնություն բերի քո կյանքում, այնպես էլ աշխարհը փափագում այսօր քեզ, որպիսի դատարկի քեզ։ Որովհետև Հիսուսն ասեց, գողը չի գալիս բարի նպատակով, նա գալիս է կործանելու, սպանելու եւ ավիրելու։ Աշխարհը գալիս է եւ նա փափագում է, որ ներս մտնի քո դռներից, որպիսի քեզ թալանի, որպիսի քեզ կործանի եւ վերջնականապես սպանի քեզ։ Բայց Աստված ուզում է, որպիսի քեզ ազատի դրանից։ Դրա համար Աստծո խոսքը եղավ Կայենին ասելով. «Մեղքը քեզ է փափագում, բայց դու հետ դառի եւ իշխիր նրա վրա»։ Գիտես Աստված գիտեր, որ մարդը կործանվել է, մարդը իր ձեռքից իշխանությունը տվել է, բայց Աստծո կամքն էր նորից, որպիսի այդ մարդը կարողանար ոտքի կանգնել եւ իշխել այն մեղքի վրա, որի առաջ մի օր խոնալվել էր։ Եվ դրա համար Աստված Կայենին ասեց. «Մի իշխիր քո եղբոր վրա, այլ իշխիր մեղքի վրա»։ Պողոսն ասում է իմ եւ քո պատերազմը մարմնի եւ արյան դեմ չի, այլ իշխանությունների, որ երկրի վրա գործում են, երկնքում գործում են, աներևույթ ուժերի դեմ է մեր պատերազմը, սատանայի իշխանության դեմ է, եւ դրա համար ինչպես սատանան մեր իշխանությունը խապկամքով վերցրեց, այսօր ես եւ դու կարիք ունենք Աստծուն հավատալով, նրա ճշմարտության խոսքին հետևելով, նորից վերցնել իշխանությունը եւ կանգնել ու կողկրճել այդ թշնամուն։ Որովհետև Հիսուսը խաչի վրա տապալեց սատանայի գլուխը, նա կոխեց սատանայի գլուխը եւ նրան պարտության մատնեց։ Ամեն։ Այդ հաղթանակը քեզ է պատկանում։ Այդ իշխանությունը քեզ է պատկանում, սիրելի Աստծո զավակ, որ դու էլ կարողանաս վերցնել եւ ասել այո եւ ամեն հոր կամքին եւ սատանայի գլուխը քո կյանքում կոխել, ջախջախել նրա գլուխը։ Ելից գրքի մեջ մենք կարդում ենք Իսրայելը երբ որ դուրս էր եկել Եգիպտոսի լծից եւ անապատով գնում էր եւ հասավ ծովին եւ ժողովուրդը սկսեց տրտնջալ։ Արդյոք Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ այնտեղ մենք սովամահ լինեինք, մեռնեինք, այնտեղ թաղվեինք գոնե, որ բերել ես մեզ այս անապատում ոչնչացնելու, կորցնելու։ Գիտես սատանայի խապկանքն է, դու կորած ես։ Քեզ համար այլևս ելք չկա, նայի հետևդ անապատը դեմտել ծովա, ուր պտի գնաս, ես հասնում եմ քեզ, բայց Աստծո խոսքը հետևյալն էր Մովսեսին, ինչ ես կանգնել եւ ինձ աղաղակում ես, բարձրացրու գավազանդ, պարզիր գավազանդ։ Գավազանը Աստծո խոսքի մեջ իշխանության խորհուրդն է եւ Աստված Մովսեսին կոչ արեց, մարտահրավեր նետեց, հերիքա լացես, հերիքա բողոքես, հերիքա ինձ դիմես, ես քեզ տվել եմ իշխանություն, այսօր հերթն է, ժամանակն է, որ դու ինքդ կանգնես եւ պարզես իշխանությունդ։ Գիտես սիրելիս, Աստված պատրաստ է այո ամեն ժամանակ քեզ օգնել, քեզ բարձրացնել, քո առաջ ծովեր ճեղքել, բայց նա կամենում է նաեւ որ դու մանկական այդ հասակից, մանկական վիճակից վեր կենաս եւ քայլես, այլևս չոչ չանես, չսպասես որ ինչ որ մեկը քեզ կգրկի կբարձրացնի, քո ձեռքից կբռնի եւ կառաջնորդի, դու ինքդ լինես առաջնորդ։ Եվ նա Մովսեսին ասեց. հերիքա ես քեզ արդեն սովորեցրել եմ, ես քեզ արդեն իշխանությունը հագցրել եմ, վերցրու գավազանդ եւ ձեռքդ պարզի այդ դժվարությանդ վրա եւ նա պիտի ճեղքվի։ Սիրելիս, այսօր Աստծո կոչն է եւ մարտահրավերն է քեզ կանգնել քո իրավիճակների մեջ, նայել այն ծովին, որ քո առաջ է եւ պարզել իշխանությունդ եւ ասել Հիսուսի անունով բացվիր։ Եվ ես վստահ եմ, երբ որ դու կկանգնես իշխանությունով, ծովերը, դժվարությունները քո առաջ կճեղքվեն։ Եվ սա է Աստծո նպատակը իմ ու քո համար, վերցրու իշխանությունդ։ Այն իշխանությունը, որ բխում է նրանից, այն իշխանությունը, որ նա տվել է քեզ իր հոգով, վերցրու այդ իշխանությունը եւ հարվածիր, վերցրու այդ իշխանությունը եւ պարզիր։ Եվ երբ որ նայում ենք արդեն նոր կտականի գրքերի մեջ, մենք տեսնում ենք, որ Մատթեոս ավետարան 28-րդ գլխի 18 խոսքում Հիսուսը մի հռչակում արեց։ Ասեց.
ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա։ Ամեն։ Քրիստոսինն է ամեն իշխանությունը երկնքում եւ երկրի վրա։ Երկնավորների եւ երկրավորների վրա։ Եվ շարունակությունը, երբ որ կարդում ենք, Հիսուսն ասեց. ուրեմն, քանի որ իշխանությունն ինձ ա տրված, ես էլ տալիս եմ ձեզ իշխանությունը, գնացեք եւ ավետարանը քարոզեցեք, նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցրեք, նրանց պատգամ տարեք, նրանց փոխանցեք այն ամենը, ինչ որ ես ձեզ սովորեցի եւ պատվիրեցի, որ պահեք։ Սա Աստծո կամքն է եւ իշխանությունն է իրենից ինձ եւ քեզ տրված մարդկանց կյանքի մեջ տանելու Աստծո պատգամը եւ նրանց կյանքի մեջ բերելու հավիտենական կյանքի հույսն ու նպատակը։ Ամեն։ Եվ Հիսուսն ասեց, դրա իշխանությունը ինձ տրված է եւ ես էլ տալիս եմ ձեզ որպես իմ որդիներ, որպես իմ հետևորդներ, որպես իմ խոսքին արձագանքողներ, ես ձեզ տալիս եմ այդ իշխանությունը։ Գնացեք եւ կատարեք դա։ Եվ Մատթեոս 10-րդ գլխի մեջ էլ կարդում ենք առաջի խոսքից, Հիսուսն ասում է, կանչեց իր 12 աշակերտներին, նրանց իշխանություն տվեց, ինչի՞, ինչ իշխանություն, դևերի վրա ունենալու իշխանություն, նրանց հանելու, նրանց ոչնչացնելու, նրանց պարտության մատնելու, իշխանություն տվեց հիվանդությունները եւ խնդիրները լուծելու, հիվանդությունները բժշկելու։ Ամեն։ Այսօր, սիրելիս, մի նվնվա, մի տկտկա, դու ունես իշխանություն կանգնելու եւ հրամայելու Հիսուսի անունով։ Երբ որ Պետրոսը կանգնում էր հիվանդի առաջ, չէր ասում, գիտես, աղբերս, գնա բժշկի։ Նա ասում էր Հիսուսի անունով վեր կաց եւ քայլի։ Պողոսը երբ որ կանգնում էր հիվանդների առաջ, դիվահարների առաջ, Հիսուսի անունով ասում էր դուրս արի դրանից։ Եվ այդ իշխանությունը, սիրելի Աստծո զավակ, տրված է ինձ եւ քեզ նույնպես, որպիսի կանգնենք դժվարությունների առաջ եւ հրամայենք եւ ասենք ճեղքվիր, որպիսի կանգնենք դևերի առաջ եւ ասենք Հիսուսի անունով դուրս արի այդտեղից, դու իրավունք չունես, որպիսի կանգնենք հիվանդների առաջ եւ ասենք Հիսուսի անունով վեր կաց եւ քայլիր։ Գիտես, սա չէր պատկանում միայն Պողոսին, Պետրոսին, սա չէր պատկանում Վիգսվորդին, այն մյուս Աստծո ծառային, սա պատկանում է ամեն մի Աստծո անունը կանչողի եւ այդ անվանը հավատացողին, որովհետեւ Աստծո խոսքն ասում է, նա ով որ կհավատա Հիսուսի անվանը, նա ով որ կհավատա Աստծո անվանը, նա պիտի փրկվի, նա պիտի ունենա այդ զորությունը եւ իշխանությունը, նա պիտի կիրառի այդ զորությունը։ Եվ ուզում եմ սիրելիս, այսօր նմանվես քո Աստծուն, նմանվես այն իշխանությանը, որ գալիս է նրանից, վերցնես այդ իշխանությունը, չնմանակելով ոչ Բենիհինին, ոչ Ռաֆի եղբորը, ոչ այն մյուսին, նմանվելով Տիրոջդ, այն իշխանությամբ, որ նա ունի, եւ նա տվել է քեզ, եւ ասես հիվանդությանը, դու իշխանություն չունես։ Եվ ասես մահին, դու իշխանություն չունես, դու պարտված ես։ Ամեն։ Սա Աստծուց քեզ տրված պարգև է, որովհետև Աստծո խոսքը Ժողովող գլխի 5-րդ գլխի 19 խոսքում ասում է, Աստված մարդկանց տալիս է հարստություն եւ կարողություն եւ տալիս է նրանց դրանից օգտվելու, դրանք վայելելու իշխանությունը։ Եվ շարունակության մեջ ասում է, եւ սա Աստծուց պարգև է։ Աստված քեզ տվել է պարգևներ, տվել է շնորհներ, տվել է օրհնություններ, եւ սա Աստված տվել է, որպեսզի դու դա վայելես, դու դա կատարես, դու օգտագործես այդ իշխանությունը, իշխանությամբ դրանք օգտվես, կատարես։ Եվ Աստծո խոսքն ասում է, դա Աստծուց քեզ տրված նվեր է։ Դու դրա համար ջանք չես գործադրում։ Գուցե մտածես, պետքա ծնկի գամ աղոթեմ, պետքա գնամ այդքան ճանապարհը, որպեսզի այդ դևին ասեմ դուրս արի այդ մարդուց։ Սիրելիս, դա ուղղակի արտոնություն է քեզ,
դա ջանք չի, դա ուղղակի քեզ համար պետք է ուրախություն լինի, որ դու այսօր պիտի ջախջախես թշնամու կարողությունները, եւ դու դա պիտի ուրախությամբ անես, այո, եթե կարիք կա պիտի ծնկես եւ աղաղակես, պիտի կանգնես եւ հրամայես, պիտի քայլես եւ հասնես այն վայրին, որտեղ սատանայի իշխանությունն է եւ նրան դուրս անես այդտեղից, ամեն։ Սա Աստծուց տված քեզ արտոնություն է, սա Աստծուց տրված քեզ պարգև է եւ իշխանություն է։ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 29 խոսքը երբ որ կարդում ենք, Հիսուսի մասին ասում է, նա ուսուցանում էր, խոսում էր իշխանությունով։ Ոչ թե ինչպես դպիրներն էին անում։ Եթե հիշում եք նախանցած կիրակի Հովիվ Արսենն այստեղ երբ որ խոսեց երկրպագելու երկրպագության մասին, նա խոսեց օծությունից բխող երկրպագության մասին եւ տաղանդից բխող երկրպագության տարբերությունների մասին, ամեն, վարպետության եւ օծության տարբերության մասին։ Նույնը նաեւ այստեղ քարոզչության մեջ է։ Գիտեք, մարդիկ կան, ովքեր ուղակի գիտությունից են խոսում։ Դպիրները ուղակի ունեին գիտելիքի պաշար, սովորած, կարդացած պաշար եւ դրանից խոսում եւ սովորեցնում էին, բայց Աստծո խոսքն ասում է, զարմանում էին Հիսուսի խոսացածի վրա, որովհետեւ տեսնում էին, որ նա իշխանությունով է խոսում։ Եվ Պետրոսի թղթի մեջ, երբ որ կարդում ենք առաջի Պետրոս 4 գլխի 11 խոսքի մեջ, Պետրոսն ասում է, նա ով որ Աստծո խոսքը խոսում է, թող խոսի այնպես, ինչպես Աստծուց բխող հրամաններ, այսինքն իշխանությունով, Աստծո խոսքը իշխանության խոսք է, նա զորություն ունի իր մեջ իրագործելու այն նպատակը, որ Աստծուց եկել է։ Ամեն։ Սուտ չեմ ասում, չէ՞։ Եվ դրա համար Աստծո խոսքը Պետրոսի միջոցով ասում է, երբ որ դու խոսում ես Աստծո խոսքը, դու խոսիր այնպես, ինչպես Աստծո բերանից դուրս եկած խոսք իշխանությունով, որը նպատակ ունի իրագործելու։ Եվ ասում է, եթե մեկն էլ մատակարարում է, ինչ որ ծառայություն մատակարարում է, թող նա էլ կատարի այն զորությունից, որ Աստծուց է բխում։ Սիրելիս, ոչ մի բան մեզանից պետք չի դնել, մենք կարիք ունենք ուղղակի Տիրոջից վերցնել եւ կիրառել դա։ Դրա համար Հիսուսին զարմանում էին, թե ինչպիսի խոսքերով է խոսում, ինչպիսի իշխանությունով, որովհետեւ Հիսուսը չէր խոսում միայն գիտությունից, այո, նա լավ գիտեր Աստծո խոսքը, բայց նա նաև խոսում էր իշխանությունով, նա խոսում էր օծությունից, նա խոսում էր Սուրբ Հոգու մղումով։ Եվ այսօր ուզում եմ սիրելիս, դու էլ Սուրբ Հոգուց հայտնություն առնես, երբ որ կանգնում ես հիվանդների առաջ, երբ որ կանգնում ես դժվարությունների առաջ, երբ որ կանգնում ես խնդիրների առաջ, դու էլ Սուրբ Հոգուց օծությունից հայտնություն վերցնես, թույլ տաս Հայրը իմաստության եւ հայտնության հոգով քեզ լցնի եւ այդ իշխանությունը կիրառել տա քո կյանքի մեջ եւ քո կյանքի միջոցով, ամեն։ Եղիր այդ իշխանության գավազանը, որ Աստված կպարզի եւ կճեղքի շատ կյանքերի մեջ ծովեր։ Ամեն։ Հովանես ավետարան առաջի գլուխ 12-րդ խոսքը, շատ հայտնի խոսք, ասում է նրանք ովքեր որ հավատացին Քրիստոսի անունին, ինչ արվեց, նրանց իշխանություն տրվեց։ Ինչպիսի իշխանություն, որդի լինելու իշխանություն, սիրելիս, ոչ թե սպասավոր լինելու, ոչ թե ծառա լինելու, այլ որդի լինելու իշխանություն։ Իմ եւ քո կյանքի մեջ դրված է որդիական իշխանություն։ Աստծո խոսքն ասում է, ծառան իրավունք չունի, բայց որդին իշխանություն ունի իր հոր տան մեջ։ Եվ ես եւ դու, որպես որդիներ դրված Աստծո տան մեջ, ունենք իշխանություն։ Տրված հորից ունենք իշխանություն եւ այդ իշխանությունը կիրառելու իրավունքն ունենք։ Ամեն։ Հռոմեացիների գլխի 8-րդ գլուխ 17 խոսքում Պողոս առաքյալն ասում է. եւ որպես որդիներ, քանի որ մենք որդիներ ենք, մենք ժառանգ ենք Աստծո եւ ժառանգակից ենք Քրիստոսի հետ
այն փառքին, որ նա ունի։ Ասում է, եթե նրա չարչարանքներին կից ենք լինում, նաև իրավունք ունենք նրա փառքին էլ կից լինելու։ Եթե մենք չարչարվում ենք, դժվարություններ ենք կրում, որովհետև նրա անունն ենք կրում մեր կյանքերի մեջ, եւ սատանան ու աշխարհի ամբողջ ուժերը, իշխանությունները դուրս եկած են իմ եւ քո դեմ որպես Աստծո որդի, Աստծո խոսքն ասում է Քրիստոսը հաղթեց այդ աշխարհին։ Հիսուսն ասեց. «Մի վախեցեք, ես հաղթեցի աշխարհին»։ Ամեն։ Մեկ ուրիշ հատվածում Աստծո խոսքն ասում է. Աստված այդ հաղթանակը Քրիստոսի միջոցով տվեց ինձ եւ քեզ։ Նրանց, ովքեր որ դավանում են այդ անվանը, նրանց, ովքեր որ հավատում են այդ անվանը, ովքեր որ ընդունեցին այդ անունը, որ նա Քրիստոսն է, Աստծո որդին է, Աստվածը, ով մարմնացավ, խաչվեց եւ երրորդ օրը հարություն առավ, նրանց տրված է իշխանություն եւ իրավունք լինելու նրա որդի եւ նրա հետ հաղթանակը տոնելու, վերցրելու այն հաղթանակը, որ նա կատարեց եւ տվեց ինձ եւ քեզ, փռեց մեր առաջ, մեր կյանքերի մեջ բերեց, որպեսզի դա վերցնենք եւ որպես որդիներ նրա փառքի հետ էլ հաղորդակից լինենք։ Այն փառքը, որ նա ունեցավ հարություն առնելով եւ երկինք համբարձվելով։ Աստծո խոսքն ասում է. նրան մի անուն շնորհվեց, որ ամեն անուններից վեր է։ Եվ այդ անվան իշխանությունը այսօր Աստված դրել է իմ եւ քո մեջ։ Մեր սրտերի տախտակների վրա դաջված է Քրիստոս, ամեն։ Եթե քո սրտի տախտակի վրա դաջված է, փորագրված է, գրված է նրա անունը, որ դու պատկանում ես նրան, դու հաղթող ես, որովհետև այդ անունը հաղթող անուն է, որովհետև այդ անունը իր մեջ իշխանություն ունի, եւ Աստված դա տվել է ինձ եւ քեզ։ Եվ որպես որդիներ, Գաղատացիների թղթի մեջ Պողոս առաքյալը ասում է 4:6 խոսքում ասում է, որպես որդիներ Քրիստոսի հոգով իշխանություն ունենք նրան կանչելու Աբբա հայր։ Ես եւ դու իշխանություն ունենք Աստծուն հայր դավանելու։ Գիտեք, շատերը վախում են այդ անունից։ Անկամ այն ազգը, որին Աստված ընտրեց որպես իր սեփականություն, անգամ նա վախում է այդ անունը իր շուրթերի վրա դավանելու։ Նա չի կանչում Քրիստոսի անունը, բայց այսօր այդ իշխանությունը ինձ եւ քեզ տրված է կանչելու Քրիստոսի անունը եւ նրա հոգով հորը դավանելու որպես իմ եւ քո հայր։ Ամեն։ Այսօր սիրելիս ուզում եմ նրա անունը կանչես քո շուրթերի վրա իշխանությունով։ Նրա անունը դավանես համարձակությունով, որովհետև այդ անվան մեջ կա փրկությունը։ Հովելի մարգարեության մեջ ասում է. նա ով որ Տիրոջ անունը կկանչի, կփրկվի։ Գիտեք, չի շեշտում ինչից եւ կապ չունի ինչա։ Ինչ էլ որ լինի, երբ որ նրա անունը կիրառես իշխանությունով, համարձակությունով, որ դու չես վախենում այդ անունը կրելուց, այդ անունը քեզ տալիս է իշխանություն ամեն ինչից ազատվելու եւ փրկվելու։ Ամեն։ Եվ որպես վերջի խոսք կուզեմ կարդամ Միքիայի մարգարեությունից 4-րդ գլուխ 8-րդ խոսքը։ Միքիայի մարգարեություն 4 գլուխ 8-րդ խոսք։ Եվ դու, ով Հովիտի աշտարակ, Սիոնի աղջկա բլուրը, մինչև քեզ է գալու եւ հասնելու առաջի իշխանությունը, Երուսաղեմի աղջկա թագավորությունը։ Սիրելի եկեղեցի, ես ուզում եմ այսօր Միքիայի այս մարգարեությունը հռչակել քո մեջ։ Ամեն մեկիդ կյանքի մեջ քեզ է գալու եւ վերադառնալու։ Եվ այսօր Աստծո իշխանությունը գալիս եւ վերադառնում է քո կյանքի մեջ, որպեսզի դու լինես այն Երուսաղեմի թագավորությունը, որ երբևիցե կար։ Որպեսզի ունենաս այդ թագավորական իշխանությունը, այդ թագավորությունից, աստվածային թագավորությունից բխող իշխանությունը։
եւ այդ իշխանությամբ կանգնես եւ գործես։ Եթե անգամ քո կյանքի մեջ ինչ որտեղ իշխանությանդ գավազանը ընկելա, ինչ որտեղ կարողացել է սատանան այդ գավազանը կոտրել, այսօր Աստծո խոսքը հետևյալն ասում, քեզ վերադառնում է այդ իշխանության գավազանը։ Եվ ուզում եմ այսօր կանգնելով Աստծո երկրպագության մեջ, Աստծո ներկայության մեջ, նրան պաշտելու, դու այդ գավազանը վերցնես, չնայելով որ նա կոտրված է, չնայելով որ նա այլևս որևիցե տեղից սնուցում չունի։ Մեկ անգամ Աստծո մի ծառա մի հրաշալի հայտնություն ասեց Ահարոնի գավազանը ինքնին ուղակի չորացած փայտի կտոր էր։ Եվ սա սատանայի խաբկանքն է, երբ որ քո իշխանությունը քեզ ցուցադրում է որպես ուղակի չորացած փայտի մի կտոր։ Այլևս ուժ չունեցող, այլևս չսնուցվող, այլևս բերք չտվող, այլևս օրհնություն չպարունակող։ Բայց Աստծո խոսքը երբ որ կարդում ենք, ասեց այդ գավազանը երբ որ դրվեց Աստծո ներկայության մեջ, այն ծաղկեց։ Ես վստահ եմ եւ հավատում եմ, սիրելի Աստծո զավակ, երբ որ քո այդ կոտրված, այդ չորացած իշխանությունը, այդ մերժված իշխանությունը, այդ պարտված իշխանությունը անհնազանդության պատճառով, երբ որ դու այսօր վերցնես եւ դնես Աստծո ներկայության մեջ, Աստված այն պիտի ծաղկեցնի։ Աստված այն պիտի օրհնաբեր դարձնի, Աստված այն պիտի զորությամբ հագցնի, եւ երբ որ դու այդ գավազանը բռնես, քո կյանքում քահանայական օծությունը պիտի բարձրանա, քո կյանքում Աստծուց բխող իշխանության զորությունը պիտի գործի, եւ կուզեմ այսօր, եթե քո մտքի մեջ Աստված բերում է բաներ, որ կան խնդիրներ, որ դեռևս քո կյանքում ճեղքված չեն, կան դժվարություններ, որ դեռևս լուծված չեն, կան հարցեր, որոնց պատասխանը դեռևս դու չես գտել, կան հսկաներ, որ դեռևս կործանված չեն։ Կուզեմ այսօր կանգնես Աստծո ներկայության մեջ, սիրելի Աստծո որդի, եւ ասես Տեր, ես կարիք ունեմ քո իշխանությանը։ Տուր այդ իշխանությունը իմ կյանքի մեջ, բարձրացնելու կարողությունը եւ համարձակությունը։ Եվ կուզեմ, որ այսօր ամեն մեկդ կանգնեք ձեր տեղերում եւ բարձրացնեք ձեր երկրպագության իշխանությունը, որովհետեւ երկրպագության մեջ զորություն կա։ Պողոսն ու Շիղան երբ որ բանտում կապված էին, նրանց ձեռքերն ու ոտքերը կապանքների մեջ էր, նրանք շարժվելու հնարավորություն չունեին, նրանց ձեռքերից, ոտքերից գուցե արյուն էր հոսում, բայց նրանք այդ իրավիճակի մեջ երկրպագության ձայն բարձրացրեցին։ Նրանք իրանց երկրպագելու իշխանությունը բարձրացրեցին, եւ այդ երկրպագությունն Աստծո խոսքն ասում է, կոտրեց կապանքները, քանդեց բերդի պատերն ու պարիսպները, դռները բացվեցին եւ նրանք ազատ դուրս եկան։ Այսօր վստահ եմ, երբ որ կանգնես նրա առաջ երկրպագության իշխանությունով եւ երկրպագես Տիրոջը, չգիտեմ ինչ բանտերում փակված ես, ինչ կապանքներ են քեզ պահում, բայց այսօր երկրպագությունդ բարձրացրու եւ իշխիր։ Չգիտեմ ինչ նավակներ են քեզ սահմանափակում, բայց այսօր մի նայիր ալիքներին, այդ նավակից դուրս արի այդ ալիքների վրայով քայլելու, իշխանությամբ քայլելու։ Չգիտեմ ինչ իրավիճակներ են քեզ հետ պահում Տիրոջը պաշտելու, բայց դու այսօր իշխանությամբ դավանիր, որ ես եւ իմ տունը պիտի Տիրոջը պաշտենք։ Չգիտեմ իմ հարևաններն ինչպիսի իրավիճակում են, ինչպիսի արձագանք ունեն Տիրոջ հանդեպ, չգիտեմ եկեղեցու մեզ մի քույրը, եղբայրը ինչպիսի արձագանք ունի պաշտամունքի հանդեպ, բայց ես այսօր կանգնում եմ Տիրոջը պաշտելու։ Չգիտեմ արդյոք իմ կողքինը կբարձրացնի գավազան իշխանության թե ոչ, ես այսօր բարձրացնում եմ այդ գավազանը եւ հռչակում եմ ծովերին թող ճեղքվեն, ամեն։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Եվ ինչպես Աստծո խոսքն ասում, Աստծուց ծնված ամեն մի էակ հաղթում է աշխարհին։
Վստահ եմ դու Աստծուց ծնված ես։ Վստահ եմ Քրիստոսի հոգին բնակվում է քո մեջ։ Վստահ եմ Սուրբ Հոգին զորություն է հագցնում քեզ։ Վստահ եմ Սուրբ Հոգին իշխանություն է տալիս քեզ հենց այս պահին, որպեսզի դու հաղթես։ Նրա նպատակն է հաղթես եւ իշխես։ Եվ հաղթելով պատասխանատվություն վերցնես նորոգելու եւ շինելու։ Ամեն։